քան հենց գինին, որը պետք է առնես, տանես տուն։ Շնորհակալ եմ։ Չէ, աշխարհում հետեւյալ հետաքրքիր թեմա է, մենք ահագին հետազոտություն ունենք, աշխարհում հետեւյալ բանն է տեղի ունենում, թունդ ալկոհոլային խմիչքների մի զգալի մասը ավելի ցածր վաճառքի տեմպեր են զարգացման ցույց տալիս, թույլերը ավելի ուժեղ։ Նախկինում այդպես չի եղել եւ թույլերի մեջ գինին եղել է հեգեմոն դեր ունեցող։ Եվ դա է պատճառը, օրինակ, որ նույն կոնյակը, ֆրանսիական կոնյակը, այսօր իր ամենամեծ շուկայում Միացյալ Նահանգներում, կարծեմ հիմա թվերը կարող է, բայց կարծեմ 80% մոտավորապես նույնիսկ սպառումը կոկտեյլների մեջ է։ Այսինքն կոնյակը, որը սովորաբար խմում էին այդպես, հա, այդ առանձին եւ այլն, ինքը Միացյալ Նահանգների շուկայում օրինակ հիմնականում սպառվում է կոկտեյլների մեջ։ Նույնիսկ կոնյակի սպառումը սկսել են սառույցով արդեն, այսինքն դա նշանակում է, որ որոշակի փոփոխությունները համաշխարհային շուկայում այդ առումով տեղի ունենում։ Եվ գինին եւս բնականաբար գինու շուկան եւս պայքարում է, որպեսզի իր ուրեմն, հա, գինի շուկան եւս պայքարում է, որպեսզի իր տեղը պահպանի եւ աշխարհում նկատվում է գինու туриզմի զարգացում, այսինքն օրինակ ու շատ երկրներ, այդ թվում հատկապես միջերկրածովյան երկրները, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, Թուրքիա շատ մեծ գումարներ են ծախսում գինու կլաստերներ ստեղծելու եւ գինու զբոսաշրջիկներ ներգրավելու վրա, որովհետեւ փաստացի ոնց որ այսպես է ստացվում, մեկ բաժակ գինին վաճառվում է մեկ շիշ գինու արժեքով գինու կլաստերում եւ դա շատ այսպես ասած նաեւ տնտեսապես եկամտաբեր է եւ այո մարդիկ ավելի շատ սիրում են լսել պատմություններ այդ մշակույթի մեջ խորանալ, շփվել եւ այս առումով իհարկե մենք եւս այդ համաշխարհային տենդենսից չենք ուզում հետ մնանք եւ մենք եւս մեկ խոշոր կլաստեր գինու ուզում ենք ունենալ, որովհետև տեսեք, մենք հիմա ինչ է տեղի ունենում։ Մեր բոլոր քաղաքականությունները այդ կապված է։ 462 միլիոն դոլար առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում օդանավակայանի վրա ներդրում է լինելու։ Ստեղծվելու է նոր թռիչքուղի, նոր տերմինալ, նոր համաշխարհային խոշոր կամպանիաներ են Հայաստան գալու։ Արդեն իսկ մի քանիսը եկել են եւ բնականաբար սա բերելու է մեծացող տուրիստական հոսքերի եւ մենք պետք է Հայաստան եկող բոլոր տուրիստներին, եթե ասում ենք ջերմուկը, Ծաղկաձորը, Ապարանը պետք է լինեն Լեռնադահուկային կամ առողջարանային, Դիլիջանը նույնպես, հա, ապա պետք է ունենանք պատմամշակութայինի համար Դվին, Գառնի, Գյումրի, քաղաքայինի համար Երևան, Գյումրի, Գորիսը ավելի այդպես հանգիստ միջավայրի համար բնության գրկում եւ գինու տուրիստ ցանկացող էլ կա, այսինքն գինու տուրիստ էլ կա, նա պիտի գնա Արենի, ագրոտուրիստ էլ կա, նա պիտի գնա Եղեգիս, այսինքն այն ինչը մենք հնարավոր է որ ունենանք, բայց ծով չունենք եւ չենք կարող ունենալ, առաջարկել այդպիսի մի product, որը համարժեք լինի ծովին, բայց այն ինչ որ ունենք, դա պետք է առաջարկենք եւ պատրաստվում ենք այդ զբոսաշրջային հոսքերին, այդ թվում արկածային туриզմ, այդ թվում կրոնական туриզմ եւ կներեք, սա ասեմ, աշխարհում քչերը գիտեն, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, բայց եթե իտալացիները առաջին ընդունած լինեին քրիստոնեությունը, բոլորը դրա մասին կիմանային։ Երևի հույներն էլ եթե ընդունած լինեին, ելի կիմանայինք։ Բայց մենք ենք հիմա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չգիտեն։ Հիմա այս սրա վրա էլ պիտի շատ մեծ հանրահրճակում իրականացնենք դրսի շուկաներում, որովհետեւ կրոնական զբոսաշրջությունը նույնպես մեծ զարգացման պոտենցիալ ունի եւ երբ որ մենք ասում ենք, որ կներեք կոպիտ պիտի ասեմ, բայց պիտի ասեմ, անտերության մատնված վանական համալիրը վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին, այդ դա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի հանրահրճակումը որպես ուրեմն զբոսաշրջային երկիր։ Շատ լավ, մեկ է մի հատ